Միահամուռ, եթե նկատել եք, այստեղ գտնվողներից շատերն են, բոլորի պայքարը երկրի առաջ խաղացումն է, երկրի անվտանգությունն է, երկրի ներսում խաղաղությունն է, բոլորս մի նպատակի համար ենք այստեղ։ Առաջադրվելու եք ընտրություններին։ Առաջադրվել եմ։ Առջևում արժանտրություններն են, առաջադրվել եմ եւ հաստատվել եմ։ Եվ նաեւ դա պատճառը, որ այսօր այստեղ եք։ Ոչ։ Չէ՞ որ դուք նկատում եք, որ ամենտեղ ես կուսակցական ընկերներ հետ ներկա եմ։ Բայց Նիկոլ Փաշինյանը այլ բաներ խնդրել, ասել, կարգադրել, որ գնաք տարբեր եկեղեցիներ եւ խնդրեք, օրինակ դուք լսել եք Նիկոլ Փաշինյանին, խնդրել եք որևէ։ Արեք մի բան ճշմարիտ ասենք։ Այն ինչը որ անում ենք, ես իմ կյանքում առաջին անգամ ու վերջին անգամ կուսակցական եմ։ Այն ինչ որ անում ենք ինքնական պետք է հասկանաք ինձ որևիցե մեկը որևիցե բան չի ասել։ Նայեք կողքներս, բոլորը արդեն վերջին 7 տարում իմ ընկերներն են դարձել, չնայած կուսակցական ընկերներ, նաև ընկերներ եւ բնականաբար որտեղ ընկերները, այնտեղ մենք։ Դե օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պայմանավորված չի ձեր Վարդենիսի եկեղեցու մասնակցել։ Եթե տեղյակ չեք տեղեկացնեմ, որ ինձանից առաջ Վարդենիս համայնքի ղեկավարները երբևիցե չեն եղել պատարագի, այդպես տեղեկություն ունեմ, ու իմ ժամանակ, երբ որ ես եմ այնտեղ աշխատել, միշտ եղել եմ պատարագի, նույնիսկ շատ մարդկանց թվաքանակ եղել եկեղեցում դրսից են պատարագին մասնակցել, ինձանից հետո նորից չկա մարդ, որ գնա համայնքապետանից պատարագի։ Արոն Խաչատրյանը նախորդ անգամ ուխտիեթին էր մասնակցել։ Դրա մասին որևիցե բան չեմ ասի։ Դրա մասին կարաք իրան հարցնեք։ Դուք իր հետ ինչ հարաբերություններ ունեք։ Ընդհանրապես հարաբերություն չունենք, ոչ մի տեսակի։ Չենք էլ կարող ունենանք, մեր գաղափարները շատ տարբեր են։ Բայց նախկին իր գաղափարներն էլ էին այսպես ընդդիմադիր, բայց քանի որ նա մասնակցել է ուխտիեթին Փաշինյանի հրավիրած, ստացվում է հայացքների փոփոխություն կա այս առումով։ Իրենց մոտ։ Այո։ Դա իրենից պիտի հարցնեք, իրենցից, ովքեր որ մասնակցում են, իրենց հարցրեք, են ներկա լինում, ինչն է պատճառը։ Դուք էլ ինչ-որ շրջան ընդդիմադիր կեցված եք։ Ես? Ում նկատմամբ։ Ժորժ ջան, ես կուսակցական եմ, ոնց կարամ ընդդիմադիր կեցվածք ունենամ։ Երբևիցե նման բան լսել եք ինձանից կամ ինչ-որ մեկից։ Ես կուսակցական եմ, բացի կուսակցական լինելու սկզբունքային մարդ եմ։ Միշտ, եթե նայեք 10 տարի առաջվա Արամ Մելքոնյան եւ այսօր միշտ ես ունեցել եմ սկզբունք եւ իջավ այսօր։